Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանում եւս մեկ ընտրական գործընթաց արդեն իսկ ավարտվել է եւ այս համատեքստում կարևոր է կատարել մի քանի առանցքային արձանագրում։ Արձանագրում համար 1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավատարիմ մնաց իր սկզբունքին, որ Հայաստանում ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար եւ ժողովրդավարական։ Չնայած մեր քաղաքական ուժի նկատմամբ հնչող տարբեր մեղադրանքներին, Գյումրիում ընտրությունների արդյունքներով ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այդ ամենը մեր դեմ կազմակերպված կեղծ քարոզչություն էր, եւ որ մենք հավատարիմ մնացինք քաղաքացիների քվեն պաշտպանելու մեր տված խոստմանը։ Փաստենք, որ հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք նույնիսկ նախկիններն են հավատում, որ ընտրությունները չեն կեղծվելու եւ յուրաքանչյուր քվե պահվելու է։ Սա թերևս ամենամեծ ձեռքբերումն է։ Հաջորդ արձանագրումն այն է, որ ցանկալի շեմը հաղթահարած քաղաքական ուժերից առնվազն 3-ը, որոնք ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաստիացնում էին քաղաքացիներին, թե իրենց տված քվեն չեն օգտագործելու քաղաքացիների կամքին հակառակ եւ չեն վերադարձնելու Գյումրին կարծես անցյալի գիրկը, ընտրություններից անմիջապես հետո ի հեճուկս այդ նույն քաղաքացիների կամքի հայտարարեցին նախկին քաղաքապետի թեկնածությանը աջակցելու մասին։ Արձանագրում համար 3. Թերևս սա վերաբերելու է նաև հոգևոր դասին։ Ստացվել է այնպես, որ մեր հայաստանյան հոգևոր բարձրագույն դասի ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից սկսել են զբաղվել քաղաքականությամբ։ Մի հոգևորականի դեռ իր քաղաքական առաքելությունը չավարտած, մյուսը սկսեց քաղաքական հայտ ներկայացնել։ Եվ եթե նախորդը փորձում էր այսպես ասած լեզու գտնել նախկին նախագահների հետ, ապա վերջինս արդեն կողմնորոշում ունի։ Այդ համատեքստում, երբ մեղադրում է օրինակ երրորդ նախագահին Սերժ Սարգսյանին, միաժամանակ հայտարարում է, որ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը եղել է ամենաարդյունավետը։ Ու այստեղ իսկապես հարց է առաջանում, որն է ըստ իրեն այդ արդյունավետության չափանիշը։ Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, գույք պարտքի դիմաց հանձնելու պրակտիկան եւ այսպես շարունակ կարելի է թվել։ Եվ ի վերջո, հիշալ բոլոր գործընթացներում երրորդ նախագահը, լինելով երկրորդից հետո ամենաազդեցիկ պաշտոնյանն է եղել եւ կրել է այսօր ժամանակահատվածի համար այդ նույն պատասխանատվությունը։ Բայց այստեղ մի կարևոր նրբություն էլ կա, որ երկրորդ նախագահի ունեցվածքը եւ նրա ընտանիքին պատկանող նյութական ու ֆինանսական կարողությունները ըստ բաց աղբյուրների շատ ավելին են, քան երրորդ նախագահի ֆինանսական եւ իր ընտանիքին պատկանող գույքն ու ֆինանսական միջոցները եւ այս առումով բնականաբար համեմատության մեջ կարելի է առավելությունը տեսնել։ Հետաքրքիր է գուցե հենց Շիրակի թեմի առաջնորդը հենց դա է նկատի ունեցել։ Այսպիսով, նաև եզրափակելով այսօրվա ելույթը, ուզում եմ ասել, որ ազգային ժողովի մեծարգո նախագահ այսօրվա ձեր ելույթի յուրաքանչյուր բովանդակության հետ լիովին համաձայն եմ եւ լիովին կիսում եմ։ Շնորհակալություն։